Քարոզարշավը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Այսօր վերջին վճռական օրն է, վաղը լռության օր։ Նախորդ գիշեր մենք ականատես եղանք քաղաքական պայքարի, քաղաքական դաշտում առկա ընտրություններին հայտ ներկայացրած մասնակիցների առաջին դեմքերի դեպատը հանրայինի եթերում։ Ակնհայտ մի շոումեն, ով որ վերջին ավելի քան 30 տարիներին ինքը հանրային ճանաչում է ձեռք բերել առավելապես միայն շոուներ կազմակերպելով, կիսակայացած մի լրագրող, ով որ մի բան գիտի լավագույնս, կոկորդը ճղելով սպասարկի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Ցավոք սրտի, դեբատի մասնակիցների ճնշող մեծամասնությունը առհասարակ կարելի է համարել, որ ոչ միայն գոյություն չունեն, եթե գոյություն չունենային, գոնե լավ կլիներ։ Նրանք սպասարկում են կիսակայացած շոումենի, ով որ համատեղությամբ ցավոք սրտի վերջին 8 տարիներին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Աչքի ընկան 5 արժանապատիվ մարդ։ Բոլորին դեմ եմ կուսակցության առաջին համարը, Թաթոյան Արմանը, Նարեկ Կարապետյանը, Էդմոն Մարուքյանը և Լևոն Զուրաբյանը։ Մնացածին առհասարակ կարելի է հաջորդ մարդահամարի ժամանակ ուղղակի պծիճկա դնել որպես մարդու տեսակի։ Ամբողջ ելույթը, ամբողջ այս շոուն երեկվա կազմակերպված մի բանի մասին էր։ Առավելապես երկու կարելի է ասել, կամ մեկու մեջ նաև Լևոնն ու Էդմոնը մեջբերումներով, բայց Թաթոյան Արմանն ու Նարեկ Կարապետյանը կշռադատված, փաստարկված ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարը լավագույնս սպասարկում է միմիայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Երբևէ դեռևս չի եղել դեպք, որ ինչ-որ մի երկրի առաջին դեմք մյուս պետության, այն պետության, որը որ հազարամյակներով եղել է թշնամի, իրականացրել է 20-րդ դարի սկզբում աշխարհում ամենաայլանդակ ցեղասպանություններից մեկը, այդ երկրի նախագահի կողքին մանկական հրճվանքով, ժպիտը դեմքին, նրա հեղինակած գիրքը գրկած ու սրտին կպցրած նկարվի ու հետո մյուսներին անվանի դավաճաններ կամ օտար երկրյա այլ պետությունների շահերը սպասարկողներ։ Ակնհայտ է մի բան, որ այս մարդը ուրիշ, եթե բաց թողնենք մնացած բոլոր փաստարկները, սպասարկում է Թուրքիայի շահը։ Նա ու հենց ինքը Ադրբեջանի նախագահին իլուր աշխարհի համարում է որպես բարեկիրթ, կրթված, խաղաղասեր, այն ժամանակ, երբ որ արժանապատիվ հայ մարդկանց ինքը պիտակավորում է, մեկին ասում է կալուգացի օլիգարխ, մյուսին անվանում է Ղարաբաղի պսևդոէլիտա, այն մյուսին, չգիտեմ, էլի ինչ-որ օլիգարխ բիզնեսմենի, ով որ ստեղծել է աշխատատեղեր, նա անվանում է օլիգարխ ու ասում է մարդկանցից փող է թալանել, պետությունը թալանել է։ Մեր
չկայացած վարչապետը, չկայացած լրագրողը ու չկայացած շոումենը շատ հիասքանչ կռիվ տվեց Ռոբերտ Քոչարյանի ստվերի հետ ու Գագիկ Ծառուկյանի ստվերների հետ։ Ուղղակի մաստեր կլաս։ Նա այդ մարդկանց ստվերների հետ կարատե արեց, սամբո արեց, մի խոսքով բոլոր հնարավոր ու անհնարին մարզարվեստի տեսակներով նա մաստեր կլաս ցույց տվեց։ Նա այդպես էլ չի հասկանա մինչև իր կյանքի վերջ, որ ինչ պաշտոն էլ ուզում է զբաղեցնի, նա վերը նշված մարդկանց առջև կանգնած ժամանակ, այդ թվում նաև երբ որ ինքը ուղակի իր սենյակում փակված է միայնակ, ուղակի մտաբերում է ու հիշում է այս մարդկանց, արժանապատիվ հայերի, ինքը իրեն նսեմացած է զգում։ Նա երբևէ չի կարող հաղթահարել այդ կոմպլեքսը, դա այդ մարդու մոտ կոմպլեքս է։ Տեսեք ինչ է ստացվում։ Մի մարդ, ով որ ավելի քան 8 տարի մի անձնյա զբաղեցնում է Հայաստանի ոչ միայն հանրապետության վարչապետի պաշտոնը, այդ թվում նաև դատախազի, դատավորի, քննիչի գործառույթներն է իրականացնում, նա եւս մեկ անգամ նախորդ գիշեր կոկորդը ճղելով բղավում է ու ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի ու հարցին, թե 8 տարի ունեիր հնարավորություն, ինչի չնստեց, նա մի հիասքանչ միտք արտահայտեց, որ Ռոբերտ Քոչարյանը նստած չի այն պարզ պատճառով, որ դատա իրավական համակարգը Հայաստանի Հանրապետության գտնվում է մաֆիոզների ձեռքում։ Սա ասում է մի մարդ, ով որ բացարձակ իշխանություն ունի Հայաստանի Հանրապետությունում, ով որ մի SMS-ով բոլոր իրավապահ համակարգի աշխատողների գրեթե ճնշող մեծամասնությանը նա դարձրել է գործկարողներ, նրանք իրավաբանից վերածվել են դերձակի, սա SMS-ը գրում է, նրանք այդ գործը կարում են ու այսքանով հանդերձ ունենալով բացարձակ իշխանություն, նա առայժմ կոկորդը ճղում է ու ասում է, որ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը առայժմ գտնվում է մաֆիոզների ձեռքում։ Մարդ, ով որ 8 տարի ունի բացարձակ իշխանություն։ Ստեղից հետևություն, եթե դու 8 տարվա ընթացքում չկարողացար հաղթահարես այդ կոմպլեքսը, քո տակ դրված է ամբողջ պետական համակարգը, ամբողջ պետական համակարգի ուղնուցուցը, ու դու դեռ բողոքում ես, որ դատա իրավական համակարգը գտնվում է մաֆիոզների ձեռքում, ուրեմն դու առհասարակ անելիք չունես, դու մաքսիմում կարող ես ձեռքդ վերցնել գրիչը, նորից շարունակես քո կիսագրագետ, լաչար, լրագրողի, չկայացած լրագրողի աշխատանքը, որովհետև աշխարհում ու ոչ միայն աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կան արժանապատիվ գրագետ լրագրողներ, ես չեմ ուզում ոչ մի կերպ ընդհանրացնել ու բոլորին դնել նույն հարթության վրա, կան կայացած լրագրողներ, արժանապատիվ մարդիկ, բայց դու չկայացած լրագրող ես, դու չկայացած վարչապետ ես, դու չկայացած մարդ ես առհասարակ, ով որ դուրս չի եկել իր մանկական կոմպլեքսներից, ով որ երբևէ չի կարողացել հաղթահարի իր վախերը, դու ցանկացած արժանապատիվ հայից վախենում ես, ցանկացած գրագետ մարդուց վախենում ես, ցանկացած աշխատասեր մարդուց զզվում ես, մարդ ով որ եղել է աշխատասեր, աշխատել է ու ստեղծել է կապիտալ, դու նրանից զզվում ես, անգամ եթե դու ունենաս
հազարապատիկը ավելի կապիտալ քան տվյալ մարդը, մեկը դու ներքուստ հասկանում ես, որ քոնը ուղակի շպրտված է, իսկ այն մարդունը ստեղծված է, ստեղծել է այդ մարդը։ Երեք մի շատ հետաքրքիր միտք հնչեցրեց վարչապետի տեխնացուն վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ ԵԱԿ Մինսկի խմբի 3 գերտերություններ ուղղակի վերջին ավելի քան 30 մոտավորապես տարիների ընթացքում իրենք ուղղակի սպասարկել են Ադրբեջանի շահերը, նրանք երբևէ մտադրություն չեն ունեցել օգնելու, հաղթահարելու Արցախյան հարցը, լուծելու այդ կոնֆլիկտը, նա երեքին մեղադրեց, որ նրանք այդ 3 գերտերությունները մեղավոր են այդ կոնֆլիկտի մեջ, բայց ոչ ինքը։ Նա բոլորին մեղադրեց, որ նրանք են հրահրել պատերազմը եւ նրանց ձեռքով է հանձնվել վերջնականապես Արցախը, բայց ոչ ինքը։ Ինքը ստորագրել է փաստաթուղթ ու տարել է այդքան մարդու զոհել է, Արցախը վերջնականապես սկուտեղի վրա նվիրել է Ադրբեջանին, բայց նա մեղադրում է 3 գերտերությունների, ասում է դուք այդքան ժամանակ ոչինչ չեք արել, ավելին դուք սպասարկել եք Ադրբեջանի շահերը ու դուք եք մեղավոր, որ այսօր չկա Արցախը։ Այս մարդը իր ստեղծած, իր հորինած ստերի մեջ խեղդվում է արդեն։ Այս մարդը չունի առհասարակ ոչ մի տեսակի, ոչ արժանապատվության նշույլ, ոչ տղամարդկություն, որ մի պահ կանգ առնի ու ասի, որ այո, ես մեղավոր եմ, որովհետև չեմ ունեցել համապատասխան գիտելիքներ, չեմ ունեցել փորձառություն, կամ ասի ինձ խաբել են, ստիպել են, չգիտեմ, ինչ որ մի բան հորինի գոնե, ասի, մեղքը իր վրա վերցնի։ Նա մեղադրում է գերտերություններին մի բանի մեջ, որը որ այդ գերտերությունների ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահները երբևէ ոչ մի վատ բան չեն արել։ Նրանք այդքան ժամանակ փորձել են հաղթահարել այդ կրիզիսը, որ վերջի վերջո տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերվի համաձայնություն, որ Արցախը ստանա ստատուս եւ այլն, բոլորին ակնհայտ է։ Ու ելի եմ նշում երկու կարևորագույն փաստ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր թշնամի 2 պետությունների ղեկավարների երբ որ տեսնում է, նրանց հետ մանկական ժպիտը դեմքին նկարվում է, նրա մեկի հեղինակած գիրքը սրտին կպցրած նկարվում է ու հրճվում է ու ցույց է տալիս դա, իսկ մյուսին անվանում է կիրթ խաղաղասեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում կամ հանրապետությունից դուրս ամբողջ աշխարհում ապրող արժանապատիվ հայերին նա անվանում է թշնամիներ, նա թշնամի է անվանում Արցախյան առաջին պատերազմը հաղթահարած Արցախի նախագահին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին, այդ մարդուն թշնամի համարում է նաև Ալիևը, ստեղ նրանք երկուսն էլ ունեն նույն կարծիքը, թշնամի համարում է Ալիևը նաև Սամվել Կարապետյանին, ստեղ իրանց մտքերը նորից պատկերացումները զուգահեռ համընկում են, Հայաստանի Հանրապետության նախորդ մարդու իրավունքների պաշտպանին, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, Ադրբեջանի Մեջլիսի
խոսնակի շուրթերից, նախարարների ու մանր ու մեծ տարբեր տրամաչափի չինովնիկների շուրթերից հնչել է մեղադրական խոսք Թաթոյան Արմանի հասցեին։ Նույնը անում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սրանից ավելի ակնհայտ փաստ, որ նա միմիայն սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ուղղակի գոյություն չունի ու գոյություն ունենալ չի կարող։ Սա ակնհայտ է։ Երեկվա դեբատից նաև մի շատ, այսպես ասած, կարևոր դրվագ, երբ որ ինքը ուղղակիորեն բոլոր իր հպատակներին սիգնալ տվեց, որ այսօր տեղի ունենան գործողություններ, որ որոշ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին չեղարկվի։ Օրը սկսել է, առայժմ սպասում ենք զարգացումներին, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Դեբատին մասնակցողներից մեկը, ով որ չգիտես ինչի միրուք է կրում ու կիսականացի ձայնով, կոկորդը ճղելով գոռգռում էր Պուտին, Ռուսաստան, չգիտեմ ինչ եւ այլն, նա ուղղակի Հայաստանի վարչապետի ներկայիս ռուպորն է, ով որ խոսում է ու փորձում է պիտակավորել մեր դաշնակից պետությանը։ Մյուս կողմում մյուսներն էլ նույնպես նույն թելն էին թելում, այսինքն վարչապետի թեկնածուի մոտ կա լրջագույն մտավախություն, որ շատ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող արժանապատիվ քաղաքացիները վերջի վերջո ամսի 7-ին դուրս գան ու գնան ընտրատեղամաս։ Դա իր ամենամեծ վախերից մեկն է։ Նա ամեն ինչ անում է, որ մարդիկ տանից դուրս չգան, որ ինքը վերընտրվի։ Իր վերընտրվելը երկու պատճառ ունի։ Մեկ, որ ինքը պետքա դեռ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես փռի Ադրբեջանի ոտքերի տակ, եւ մյուս կողմից նա վախենում է կորցնելով իշխանությունը միանշանակ կրելու է պատասխանատվություն։ Մարդ, ով որ 2008 թվականին հանրահավաքի կազմակերպիչներից էր, ով որ ամբիոնից կոկորդը ճղում էր, ամբոխին հրահանգում էր ու խորհուրդ էր տալիս հարձակվելու, ջարդելու, իշխանափոխություն անելու եւ այլն, բայց ամենակարևոր պահին թռավ ուղակի ծտի պես թռավ, ճողոպրեց, փախավ, մտավ ծակը, արժանապատիվ մարդկանց մեղադրում է Արցախի 44 օրյա պատերազմից փախնելու մեջ կամ նրանից հետո տեղի ունեցած փոքր կոնֆլիկտների ժամանակ նա այս մարդկանց արժանապատիվ մարդկանց հայ զինվորին անվանում է, պիտակավորում է, ասում է դուք թռածներ եք։ Ինքը առաջի ծիտն է եղել, ով որ թռել է ու ում պատճառով 2008 թվին արյունահեղություն է տեղի ունեցել։ Նա մյուսներին պիտակավորում է, ասում է դուք թռածներ եք։ Ինքը լավագույնս հիշում է բնականաբար, որ ամենահմուտ ծիտը ինքն է, ով որ այդ ժամանակ թռել է ու ճողոպրել է, փախել է, մտել է մկան ծակը։ Դա իր բառերն են, բառակապակցություններն են նման երևույթներին, երբ որ ինքը նկարագրում է։ Այս մարդը չարիք է, այս մարդը այնքան մեծ չարիք է հայ ազգի գլխին, այնքան դժբախտություններ է բերել, որ սրանք ոչ մի ձև
անհնար է չափել, անհնար, ուղղակի անհնար։ Նա մեր զոհվածների թիվը քողարկում է ու զոհվածներին յուրաքանչյուր մի ճրագի, յուրաքանչյուր մի տղու, որը որ իրավունք ուներ, ավելի շատ իրավունք ուներ այս հողի վրա ապրելու, արարելու, ստեղծելու, նրանց ուղղակի դարձրել է թիվ։ Ընդ որում, այդ թիվը իր իսկ ասելով պլյուս մինուս այսքան զոհ ենք տվել։ Երեք դեբատի ժամանակ Թաթոյան Արմանը փաստարկված բաց աղբյուրներից ընդ որում ունեցած ինֆորմացիայով ապացուցեց, որ իր հնչեցրած թիվը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Երեք եւս մի ուշագրավ հայտարարություն արվեց, որ մեր բարեկամ Իրանի Հանրապետությանը անվանեցին, այդ ձևակերպումը մոտավորապես այսպիսին էր, որ Իրանը երբ որ իր հարցերը լուծի, նա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա աչք ունի։ Մի խոսքով մոտավորապես այսպես, ուղղակի չեմ հիշում ասողի կոնկրետ անունը, որովհետև ես նրանց առհասարակ անուններով չեմ էլ ճանաչում, դեմքով էլ չեմ ճանաչում, բայց հնչեց այդպիսի մի միտք, որը որ ես վստահ եմ, կարելի է ասել, որ դա այդ իրենց սիրած բառով ասած մետադիչկան հենց իր կողմից տրվել էր, որ հնչեին այդ բառերը։ Նույնը այդ միրուք պահող տղու մասին է խոսքը, որ մետադիչկան տրվել էր նրան, որ նա հաղորդման ընթացքում տասնյակ անգամ կրկներ Պուտինի անունը, չգիտեմ, նա միգուցե դրանից որոշակի գրգռումներ է ապրում կամ ինչ է անում, հաճույք է ստանում, էական չէ, բայց էականն է, որ այդ մետադիչկան տրվել էր վարչապետի կողմից նրան, որ նա հանրայինի եթերում մեղադրեր Ռուսաստանին Արցախը հանձնելու, Արցախյան պատերազմը հրահրելու, խաղաղապահներին պիտակավորելու, ամեն ինչի մեջ արդարացնելով մի կողմից Ադրբեջանին, որ այս դեպքում Ադրբեջանը ոչ մի մեղք չունի, որ ինքը հարձակվել է, ու արդարացնելով գլխավոր գերագույն մեղավորին, որ ինքը եղել է ղեկավար ու իր ձեռքով ստորագրել է, նախ հրահրել է, երկրորդը ստորագրել է կապիտուլյացիա։ Հենց ինքն է ասել ու եղել են բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով կարելի էր ուղղակիորեն հենց առաջի օրը ոչ միայն այն 5 շրջանները, ինչի մասին միշտ բանակցվել է, այլ առանց պատերազմի ուղղակիորեն ստորագրել կապիտուլյացիա ու Արցախը տալ Ադրբեջանին, դա կլիներ ավելի լավ քայլ, քան պատերազմով զոհել այսքան երեխեքի, բայց թե այդ զոհողությունները պետք էր, այդ արյունը պետք էր, որ այդ արյունը տեսնեին ու վախենային պատերազմից, պետք էր, որ մեր այդ սերունդը գլխատվի, որովհետև կա հեռահար պլաններ, իսկ այդ պլանները կյանքի կոչելու համար այդ զոհերը պետք էին։ Իհարկե, ցանկացած վայրկյանի, ցանկացած երկրի ղեկավար կես բառով մի ստորագրությամբ ունի հնարավորություն կապիտուլյացիայի գնալու ու իր երկիրը փռելու ցանկացած երկրի ոտքերի տակ։ Նա ուներ այդ հնարավորությունը, բայց նա դա չարեց այդպես, նա դա արեց բազմահազար զոհերով։ Էս էր ու հենց այսօր վաղը լռության օրն է, մեզ պետքա վերջի վերջո վաղը չէ մյուս օրը, ամսի 7-ին, կիրակի օրը յուրաքանչյուրը ճնշող մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիների դուրս գան տանից, գնան ընտրատեղամաս, քվեարկեն մերժելով չարիքին։ Միակ չարիքը, որը որ կախվել է Հայաստանի ու հայ ազգի գլխին։